Նուբարաշենի աղբավայրի ճակատագիրը դեռևս անհայտ է մնում։ Մի քանի տարի է քննարկվում է աղբավայրը փակելու թեման։ Նոր աղբավայրի կառուցման համաձայնագրի ստորագրման ամսաթիվն էլ գրեթե յուրաքանչյուր տարի հետաձգվում է։ Ավելի քան 10 տարի աշխատանքներ տարվեցին վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ։ Ծրագիրը սակայն չեղարկվեց։ Որովհետեւ հասկացանք, որ հեռանկար չունի, քաղաքապետարան մասնավոր միջազգային որևէ գործընկերության տրամաբանությամբ իրականացվելիք ծրագիր, որը իր մեջ կներառի աղբավայրի փակումը եւ նոր վերամշակման կայանի կառուցումը։ Հավագանուն դիմադիր անդամներն էլ առաջարկում են Երևանում կուտակվող հսկայածավալ աղբը մշակել եւ ոչ թե բարձրացնել աղբահանության վճարը։ Պետք է այդտեղից սկսեին աղբահանության խնդիրը լուծել, այլ ոչ թե բարձրացնեին աղբահանության վարձը։ Երկու հսկայածավալ աղբավայր գոյություն ունի Երևանում, որոնք ուղղակի թունավոր հանքավայրեր են։ Մեկը Նուբարաշենը, մյուսը Աչափնյակ համայնքում գտնվող աղբավայրերը։ Սա խոսում է այն մասին, որ ոչ միայն գետ են, անգրագետ են, չգիտեմ, անբարոյական են, այլ նաև կոռուպցիաներներ են եւ կոռուպցիայի մեջ ահավոր թաթախված գաստրոլորներ են։ Փոստանջյանի այս հայտարարությանը արձագանքեցին Ավագանու իշխանական թևի ներկայացուցիչները։ Երևան քաղաքն են ապահովում։ Հետո Ավագանու Հանրապետություն եւ Մայր Հայաստան խմբակցության անդամները սկսեցին հարցախեղ տանել մեկը մյուսին, թե ով որ ճամբարն է ժամանակին փոխել եւ ում է ծառայում։ Պարոն Սուքասյան, շատ կուզեմ հասկանալ, վերջը որ մանուկն եք, այն 1000 ճամբար փոխած, 1000 քաղաքական դրան դեմը չոքած։ Բնական է, ճշմարտությունը նյարդեր է ջղաձգում, մարդիկ չգիտեն էլ ինչ կարգի, ինչ ձայներ հանեն, ինչ ձևի իրենց կոնտրոլը կորցնեն։ Մի րոպե, ձեր Հունվարի 1-ից աղբահանության վճարի հաշվարկումը կատարվում է ըստ բնակարանի մակերեսի, 1 քառակուսի մետրի համար 13 դրամ։ Նախկինում աղբահանության վճարը կատարվում էր ըստ բնակարանում գրանցված անձանց թվի, անձը 200 դրամ։ Քաղաքապետարանը որոշել է մի շարք խմբերի համար աղբահանության վճարների արտոնություններ սահմանել։ Չեն վճարի մարտական գործողությունների, Արցախյան պատերազմների, հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ զոհված, գերեվարված, անհետ կորած կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքի անդամները, ռազմական գործողությունների ժամանակ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները աղբի համար չեն վճարի բաժնային սեփականության իրավունքի դեպքում իրենց բաժնի մասով։ Աղբի համար չեն վճարի նաև միայնակ չաշխատող կենսաթոշակառուները բաժնային սեփականության իրավունքի դեպքում իրենց բաժնի մասով։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։